Այսօր սկսում ենք Arm Squid Game-ի երկրորդ փուլը։ Առաջին փուլը սկսեցինք 43 մասնակցով։ Այսօր խաղը շարունակում է 28 մասնակից։ Առաջի խաղում բոլորն էին իմ դեմ, Մերի ջան, հանձինս քո գլխավորությամբ։ Դե հիմա եթե շատ ես նեղվել դրանից, ինչ ասեմ։ Ճիշտն ասած, ես ընդհանրապես չեմ նեղվել, քանի որ նայ, քանի որ դու հիմա ընդհատում ես, քանի որ դու ինքդ չես հանդուրժում ուժեղագույններին, քեզ չեմ ուզում անդրադառնալ։ Երկու անգամ խաղից դուրս եկած ուժեղագույնը չի հավատա։ Հավատա ուժեղագույնը։ Ուժեղագույնը դրա համար էլ հետ է եկել։ Սիրելիս։ Anyway, ես քեզ սիրում եմ, ուզում եմ անդրադառնալ նաև Նորոյի, Նորո ջան։ Սենց ասեմ, դու այս խաղին էլ ես ինձ հետ բերելու, եթե ճետ անցան։ Իսկ դու կատու ես, դու ինը կյանք ունես, ինչքան հետ բերենք հետ ես գալու։ Հետո ասում եմ ուժեղագույն։ Քայլից ընդհանրապես չնեղվեցի, ասեմ, տիպիկ հայ տղամարդ, առաջի փուլում կնոջը թողեցիր ինձ հետ բերեցիր, բայց դե տունը կոնֆլիկտից խուսափելու համար նորմալ էր, որ դու տենց պիտի անեիր։ Մեզ թեժ խաղ եմ մաղթում։ Այսքան Ես էլի հետ կբերեմ քեզ, մի մտածիր։ Ես գիտեմ։ Կամիլա ջան, տենց լավ չէր, կնոպկեն ջարդեիր։ Ասեմ ավելին, եթե հնարավորություն ունենամ այս խաղին, էլի կջարդեմ։ Լավ, ես հասկանում եմ, որ թեժ վիճակը մինչև հիմա շարունակվում է, մի ֆանտաստիկ առաջարկ կա մեր հովանավորի կողմից, որից հետո ամեն ինչ մի վայրկյանում փոխվելու է։ Երբ մենք ասում ենք այս նախագծում ամեն ինչ հնարավոր է, դա մենք ասում ենք ամենայն լրջությամբ։ Այսօր մենք ունենք նոր գործընկեր։ Dream Travel-ը, որը տուրիստական ընկերություն է, պատրաստել է խաղարկություն ձեզ համար։ Այսօր այստեղից ինչ-որ մեկը ուղիղ մեկնելու է օդանավակայան։ Այստեղ դրված են քարտեր, որտեղ հակառակողմում ձեր համարներն են։ Պատահականության սկզբունքով ես քաշելու եմ որևէ քարտ։ Որից հետո այդ մասնակիցը ունի հնարավորություն մեկնելու կամ Թայլանդ, կամ Զանզիբար, կամ Բահրեյն։ Եվ այսպես, նախ առաջինը, նա աղջիկ չէ։ Ավելին ասեմ, նա կինել չի։ Իսկ այն մասնակիցը, ով հնարավորություն ունի, Dream Travel-ի հետ մեկնի Թայլանդ, Բահրեյն կամ Զանզիբար, 023 հայգը։ Իր թիվն է։ Շատ շնորհակալ եմ Dream Travel-ին ու ձեզ նման խաղարկություն անելու համար։ Իրոք արդար է։ Դու ունես հնարավորություն այս 3 քեյսերից ընտրես որևէ մեկը, որն էլ կլինի հենց քո ուղևորության տարածքը։ Դողում ես այգ։ Հա, որտեվ համ ցուրտ է, համ էլ ես շատ ոգևորված եմ։ Բայց ցուրտ չի, ստումա զուտ ոգևորված ես։ Այո, խնդրեմ մոտեցիր։ Ես ընտրում եմ մեջտեղի տարբերակը, որտեվ մի տեսակ զգում եմ, որ սա ամենալավն է լինելու, չգիտեմ։ Ներսից տենց եմ զգում։ Բահրեյն։ Կարող ես հենց այսօր գիշեր մեկնել, շնորհակալություն Dream Travel-ին, շնորհավորում ենք Հայգին, նա փաստացի ոչինչ չանելով հաղթեց ուղևորություն դեպի Բահրեյն։ Իսկ մենք շարունակում ենք, մեզ մոտ սկսվում է երկրորդ փուլի առաջին խաղը։ Գնացինք։ Խաղը կոչվում է Հեյ խմբեր։ Մասնակիցները պտտվում են երաժշտության ներքո տիկտիկի շուրջը, երբ հնչում է ազդանշան, երաժշտությունը կանգնում է եւ հնչում է թիվ։ Մասնակիցները պետք է արագ կազմեն խմբեր եւ տվյալ քանակով հայտնվեն տարածքում գտնվող զոնաներից որևէ մեկում։ Որ մասնակիցը ուշացավ, որ մասնակիցները շատ քանակ կազմեցին, նրանք խաղը լքում են։ Դրա համար նրանք ունեն 10 վայրկյան։ Շատ լավ։ Արդեն պատրաստ ենք 3 հաշվից խաղը սկսվում է։ 1, 2, 3։
վարքյանին, ամենավերջին վարքյանին մինյոնը հասցրեց, մենք ունենք արդեն մասնակիցով դուրս եկել, իսկ մենք շարունակում ենք խաղը։ Ես այսքան ստրես ապրած չկա իմ կյանքում։ Եմ ուզում դուրս գամ։ Նայեք, հիմա երկում են, պարում են, հեսա կամաց կտեսնենք։ Դեմքերով քեր լքելու են խաղը։ Էսի գրի։ Երեք հոգի, արդեն երեք հոգի վազում են հակառակով։ Նարին ներխուժեց ներս, բայց ազդանշանից հետո։ Նարին ու Սեյրանը խաղը այս պահին լքում են։ Այսքան մնաց այդ աղջիկը ծրագրում, մի անգամից Մենք իրականում ուզում ենք գնանք, սպասում են էլի մեզ լավ տեղ։ Այս սենց են կրում։ Ես չեմ հասկանում ինչ է կատարվում։ Ես մաթեմից շատ լավ եմ, սերներս։ Ես ազդանշանը լսել եմ, ազդանշանից հետո այստեղ 9 հոգեր։ Okay, ես ընդունում եմ, ես դուրս գամ, բայց այսքան մարդ դուրս չգա։ Գևը շատ cute նամ։ Հա, ես համաձայն եմ, ես դուրս գամ, բայց այսքան մարդ դուրս չգա։ Զուտ զիջեց, որ ամբողջ թիմը դուրս չգան։ Շարունակում ենք խաղը, Գևորգը Մկրտչյան այս պահին նախագծից դուրս է։ Լսում ենք թիվը։ Էմոցիաները ֆանտաստիկ է։ Շարունակում են խաղը, շարունակում են բոլոր մասնակիցները։ 10 Բոլորդ արդեն մյուս փուլում եք։ Նրանք կոալիցիա են ստեղծել Ռաֆի հետ։ Ռաֆը դավաճանեց, Նորոյին Դավիթի Մանոյան և Հայկին ֆրիստայլ դավաճանեց Ռաֆը։ 4 այցրաշ մասնակիցները նաև Կարինային, չմոռանանք, այս պահին լքում են նախագիծը։ Դուք մտածում եք միայն մասնակիցներն են, որ կորցնում են էներգիա։ Ոչ, ինձ նույնպես էներգիա է պետք։ Այս ուրիշ բան, շարունակում ենք։ Դեպսի պարկյաններին։ Հասցրել ենք, դուրս չեն մնացել։ Բոլոր մասնակիցները դեռ նախագծում են, մեզ մնաց ընդամենը մեկ շրջան։ Շատ լարված է, շատ։ Մաթեմատիկորեն գոնե 2 մասնակից պետք է դուրս գա։ Ստեղ։ Նինային բրթելով դուրս նետեցին և մինյոնը, որը արդար ձևով կանգնած է, Նինան և մինյոնը դուրս են գալիս։ Հեսա ես իմ մոտում կգնա պետք չի ինձի քաշել։
վերջի պահին եք բրթել։ Այո, բրթելով դուրս մտնեցին։ Որտեղ երբ հանձնելուց հետո բրթել են։ Ձեզ սաղիթ փրկեցի։ Սաղիթ հիշելու եմ հատ-հատ։ 9 մասնակից դուրս է եկել այս պահին նախագծից, 18 մասնակից անցնում է հաջորդ փուլ։ Դուք բոլորդ հաջորդ փուլում եք արդեն։ Իսկ ինչ է սպասվում այն մասնակիցներին, ովքեր կարծես թե լքել են մեր նախագիծը, հիշեցնում եմ, որ Arm Squid Game-ում միշտ լինելու են առաջարկներ, նույնիսկ դուրս եկած մասնակիցներ։ Այս պահին կա հրաշալի հնարավորություն բոլոր այն մասնակիցների համար, ովքեր դուրս են մնացել։ Դա կիմանաք մի քանի վայրկյանից։ Այս պահին դուրս մնացած սպասման ռեժիմում հայտնված մասնակիցները պետք է թարմանան։ Դրա համար այստեղ է Օտմար Ցինան իր համեղ եւ սառը պաղպաղակներով։ Ճիշտ է, Մինյոնը անհամբեր էր վերցրեց մի անգամից կերավ, բայց ես ձեզ խորհուրդ կտամ։ Մի քանի րոպե հետո Օտմար Ցինայի պաղպաղակները ավելի համեղ են։ Մեր նախագծից դուրս գալը դեռ դատավճիռ չէ։ Այս պահին 9 մասնակից այստեղ են։ Տարածքում դրված է 9 քեյս, որտեղ ունեք հնարավորություն փրկության։ Քեյսերում դրված են գույներ։ Հիշեցնեմ, որ կանաչը դա հաղթանակի նշան է, որտեղ դուք շարունակեք խաղը, կարմիրը դուք այսպես թե այնպես լքում եք նախագիծը։ Կա եւս մեկ քարտ, որի մասին այս պահին չեմ խոսում։ Քարտը քաշելուց հետո դուք արդեն կիմանաք ինչ ուժ ունի տվյալ քարտը։ Բայց ասեմ, որ կարմիր եւ կանաչ քարտերի հետ հնարավոր է նաեւ լինի այլ գույներ, որտեղ դուք հնարավորություն կունենաք նաեւ գնալ կամ մնալ նվերով։ Պատրաստ ենք։ Ինչպես նշեցի, տարածքում 9 քեյս են։ Ես անձամբ չգիտեմ քեյսերում որ գույներն են դրված։ Բայց շատ արագ դուք պետք է կողմնորոշվեք եւ կանգնեք ձեր որոշած քեյսի մոտ։ 3, 2, գնացինք։ Երկու մասնակից կանգնել էին նույն կետի վրա։ Շատ լավ։ Այս պահին սկսում ենք առաջինը Մինյոնից։ Շատ հետաքրքիր է, որ առաջին քեյսը որ դրված է, առաջին սեղանը, երկու հոգի վիճում են։ Հիմա տեսնենք դա կանաչը թե կարմիր է։ Ուշադրություն։ Շատ լավված է։ Մինյոնը նախագծում է։ Նորոն եւ Մինյոնը փաստացի ճիշտ գույնի համար էին վիճում։ Իսկ հիմա երկրորդ մասնակիցը Նարին։ Ուրեմն մինչ դու կբացես, սիրելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ Նարին ամբողջ խաղերի ընթացքում դուրս է մնում։ Ստացվում է այնպես, որ Նարին ավելի լավ դուրս է մնում, քան ավելի լավ խաղում է։ Հիմա տեսնենք։ Բայց ավելի լավ հետ եմ գալի ամեն։ Հա, միշտ անընդհատ հետ է գալիս, նա ունի կատվի կյանք, տեսնենք այս պահին կատվի կյանքը կգործի թե ոչ։ Նարի շատ ծիծաղելի կլինի, եթե նա եւս երրորդ անգամ հետ գա։ Դե արի հասկացի նրա էմոցիաներից։ Երրորդ անգամ Նարին պարտվում է եւ հետ է գալիս։ Բոլորը տեսակ, որ յուրաքանչյուրը կարող է գնալ այնտեղ, բայց այնտեղ կանգնես Նարին։ Երրորդ մասնակիցը մեզ մոտ Նինան է։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա նրա կյանքում։ Ուշադրություն։ Նինան ուզում է մնալ։ Նինան լքում է նախագիծը։ Ծափարում ենք, որովհետև Նինան լքում է Arm Squid Game-ը, լքում է երկրորդ փուլից։ Նինա, բայց ես հիշում եմ, թե ինչպես քեզ հրեց Ռաֆը։ Անարդար ձևով Ռաֆոն բրթեց։ Այո, ես կարծում ինչ-որ մեկը պետք է իր տեղը հանի։ Մենք ծափարում ենք Նինային, բարձր ծափարություններ։ Մեզ մոտ 4-րդ մասնակիցը Սերանն է։ Բայց Նինայի համար տխրեցի, она была доброй։ Շատ լավված է։ Սերանը նախագծում է եւ մի հատ էլ նվերով է նախագծում։ Ստացվում է այնպես, որ 4 մասնակիցներից 3-ը այս պահին նախագծում են, ինչի է ինձ թվում, որ շատ ավելի շատ կարմիրներ է մնացել քեյսերի մեջ։ Դավիթ։ Կարիերայիս ընթացքում մի անգամ եմ կարմիր ստացել,
կարծում ես երկրորդը։ Տեսնենք։ Կարևորը երկրորդ կարմիր քարտը։ Իմ մտքով անցնում էր, եթե նորոն այստեղ կանգներ, ես կգնայի այդտեղ, որտեղ Արամն էր այդտեղ կանգնած։ Սիրելիներս, Դավիթը Մանոյան ասեց, որ սա հնարավոր է իր կյանքի երկրորդ կարմիր քարտը լինի, այդպես էլ եղավ։ Ծափարում ենք Դավիթը նույնպես լքում է Arm Squid Game-ը։ Նայեք, այստեղ զույգերով են կարծես մնում կամ դուրս գալիս Սերյանը եւ Նարին, Դավիթը եւ Հայկը։ Տեսնենք հիմա այստեղ կոտրվում է կարծատիպը թե ոչ։ Հայկ պատրաստ ես։ Unboxing է անում Հայկը։ Դավիթը միայնակ է լքում նախագիծը, Հայկ ֆրիստայլը ոչ միայն մնում է նախագծում, այլև նա ունի անակնկալ։ Սա հովանավորի կողմից է, որին կանադառնանք փոքր ինչ անց։ Ես շնորհավորում եմ, կուզեմ նա ծափարենք Հայկ ֆրիստայլը դեռ նախագծում է։ Նորերը Նիկոյան զիջեց, ջենտլմենություն արեց, Մինյոնին զիջեց իր տեղը, Մինյոնը նախագծում է նոր։ Ես վստահ եմ, որ ես միանալու եմ Դավիթի թիմին։ Շատ ուրախ եմ, որ պարտվողների թիմը այդպես քաչ տղեկով է լցված։ Գալիս եմ, Դավ, սպասի։ Նոր, կարծես քեզ մոտ ավանդույթ է դարձել զիջել աղջիկներին։ Տեսնենք սա ինչ հետևանք է թողում քո կյանքում։ Ջենտլմենը լքում է նախագիծը։ Ափսոս։ Իրականում շատ լարված են բոլորը, այս պահին մնաց երկու մասնակից՝ Կարինան եւ Գևը Մկրտչյան։ Ես խոստանում եմ, եթե ես Ատմարտինայով դուքի մեջ դուքի շնորհիվ ես մնացի հաղորդման մեջ, ես Ատմարտինայի 5 դուբայսկի շոկոլադ իրար դրեցի։ Այս նախընտրականից առաջ նշեցի, որ կա եւս մեկ գույն։ Այդ գույնը սպիտակ գույնն է, որը կամ Գևորգի մոտ է, կամ Կարինայի մոտ է։ Ես նաև ուզում եմ ասել, ինչ է անում սպիտակ քարտը։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկի մոտ կանաչ է մնացել, ես չեմ կարող ասել, բայց մի բան հստակ է, որ որևիցե մեկի մոտ սպիտակ քարտ է։ Սպիտակ քարտը մնում է նախագծում եւ ունի հնարավորություն որևէ մասնակցի նույնպես թողնել նախագծում։ Հիշեցնեմ, որ այս պահին նախագիծը լքել է Ջենտլմեն Նորոն, կյանքում երկրորդ անգամ կարմիր քարտ ստացած Դավիթը Մանոյան եւ ում հանդեպ ֆիզիկական բռնություն գործադրեցին Նինան։ Որ մասնակիցը, որ վերցնի սպիտակ քարտը, կխնդրեմ, որ կատարի ճիշտ ընտրություն։ Խնդրեմ։ Սա կարծում եմ ամենալարված պահն է մինչ այսօր եղած նախագծին։ Կարինան նախագիծը լքում է նվերով, Գևորգը ունի հերոսանալու հնարավորություն, նախ ծափարեն Գևորգը նախագծում է։ Գև ջան, բարդատություն ունես արի։ Նաև այո, կրակ տեսնենք, նաև այստեղ եմ հրավիրում բոլոր այն մասնակիցներին, ովքեր դուրս են մնացել, Նինա, Մանոյան Դավիթ, Նորո և Կարինա։ Գև ջան, ինչպես դուացի կրակն ես ընկել, բայց լավ կրակ է, դու ունես մեկին ետ բերելու հնարավորություն։ Ախր մեկի համար լավն եմ լինելու, մնացածի համար վատ է։ Դեռ Նարին ինչ-որ բան էր վանկարկում։ Ես ճիշտ ասած Գևը, ուզում եմ Նորոյին հետ բերես, որտեղ տեսեք իմ խաղը առանց Նորոյի էլ չեմ պատկերացնում։ Ես նորից բարևում եմ Հրաչին Մուրադյան, մեր հաղորդում ընթացիկ մեկ-մեկ վերացում եք կիսաբաց լուսամուտների, ես խնդրում եմ, որ դու կայացնես որոշումը։ Իրականում Նորոն պլյուսով է արդեն դուրս եկել, Նորոն ունի, նոր կներես, աղջիկի առաջ մեղավոր եմ ինձ զգում, բայց Դավոյին։ Մանոյան Դավիթը։ Կներեք, Դավոյի հետ մի թմում էինք։ Վառով նայեցին, չեղարկեցին կարմիր կարտը։ Բաստորին միակ կարմիր քարտս մնաց տենցել են ստացել։ Այո, սիրելիներս, Կարինան, Նորոն եւ Նինան լքում են Arm Squid Game-ը։ Ես կուզեմ բարձր ծափարենք։ Բայց ճոգում ես առանձից կյանք չունես։ Նորից անբաժան զույգ։
իսկ մեզ մոտ արդեն գալիս է երկրորդ փուլի երկրորդ խաղը։ Գնացինք։ Շեստեմ ունեինք նվերներ։ Մեկը կարմիրի վրա է, մյուսը տանաչի։ Տարինան լքեց տակոպիցը, բայց ունի նվեր, Սերյանը մնաց լախետեցում, բայց ունի նվեր։ Նվերը օդմացունայի կողմից այս հավեսետ է։ Այն ջոմ քեզ վարյախոժ այդ տեսոր եղված ես մոքիչ, այս կվայել ես։ Մեր գործընկերն է Mobile Center խանութների ցանցը, բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցը Հայաստանում։ Նա հանդիսանում է Samsung, Apple, Nokia եւ այլ համաշխարհային բրենդների պաշտոնական ներկրողը Հայաստանում։ Սիրելի մասնակիցներ, սկսում ենք երկրորդ փուլի երկրորդ խաղը, բայց մինչ այդ հիշում եք, որ Հայկը Freestyle վերցրել է կանաչ, կողքը հարցական, որը խաղարկությունը Mobile Center-ի կողմից է։ Այո։ Ասեմ, որ խաղարկում է 3 նվեր։ Ահա։ Անլարա կանջակալ, լիցքավորիչ եւ iPhone 11 Pro Max։ 3 ֆիրմային փաթեթներ կա, դու պետք է ընտրես մեկը։ Այս խոստումնալից է երևի ես։ Ասեցի 2։ Ոչինչ, մեզ պետք էր, մարդկոցը պետք էր։ Այո։ Վիդեոների համար էլի նկարելու։ Մարդկոց կար, ես կխնդրեմ նաև մեր օգնականները ցույց տան, թե ինչ նվերներ ունեինք։ Ավանդական։ Շնորհակալություն այդենք Mobile Center-ից եւ մենք սկսում ենք երկրորդ խաղը։ Հայկը Freestyle վերցրեց անլար լիցքավորիչ, իսկ մենք այս պահին սկսում ենք երկրորդ խաղի վիճականությունը։ Խնդրեմ։ Կան տարածքները արդեն գույներով է, դեղին, նարնջագույն եւ կապույտ։ Որ գույնը վերցնում եք, գնում եք, կանգնում եք տվյալ գույնի մոտ։ Լիլիթ ջան։ Դեղին ա լինելու։ Չգիտեմ ինչի համար է ուրախանում։ Հաջորդ մասնակիցը։ Դավիթը նարնջագույն թիմ է գնում։ Գնա Դավիթ ջան։ Հաջորդ մասնակիցը Ես էլի հանել եմ, էլի խաղ հետ գալու ինչ-որ բան։ Նարի խաղ հետ գալու գույնն է հանում, որն է կապույտը։ Ամեն մասնակից եղավ արդեն մի գույն։ Կապույտ, Գևորգը գնում է Նարի հետ նույն թիմ, Մինյոն։ Կապույտ, գնում է նույն թիմ, Սերյան։ Կապույտ։ Սերյանը և Նարին անբաժան այդ զույգը։ Լավա կապույտ են քաշել, ես հաղթող թիմ ենք լինելու մենք։ Կարինեն դեղին թիմ է գնում, Լիլիթի հետ նույն թիմում, Կարոն, իսում է Կարո, դու գնալու ես դեղին, ինչ տենց է տվում։ Նարնջագույն։ Հաջորդ մասնակիցը Արուսիկն եմ, DJ Վաքսինը։ Նարնջագույն։ Լեդյանի։ Կապույտներից ես դու, Անի երազանքի թիմն է սա։ Դավիթը Մանուան արդեն աստեղ է։ Դեղինների թիմից է Դավիթը, պետքա որ դեղինեն ուրախանան։ Էման չի ուզում գնա կապույտներ, ես վստահ եմ։ Էման չի մեկնաբանի։ Էման չի մեկնաբանի, նա գնում է դեղիններ, այո, նա չէր ուզում գնալ կապույտներ։ Մարիան։ Ասում մենակ կապույտ չեն։ Մարիան ասել միայն կապույտ չեն գնի։ Հայկը Freestyle եւ դեղինները արդեն ֆավոր շատ ուժեղ թիմ է դառնում դեղին։ Ինձ թվում է դու օրանժ։ Ես դեղին եմ ուզում։ Ես շատ եմ ուզում որ կապույտ կա Ռաֆոն։ Ես շատ եմ ուզում որ Ռաֆոն կապույտ։ Չնայած հանի բոլորս տեսնենք նոր դու։ Օրանժ, նարնջագույն թիմ ես դու գնում։ Ինչ-որ ոչ մեկ չի ուզում գնա կապույտների թիմ։ Իրականում այս խաղի մեջ ինձ թվում է շատ կարևոր է, որ խմբում լինեն շատ ուժեղ տղաներ, որովհետև միանշանակ երևում է, որ սա ավելի շատ ուժային խաղ է։ Հետևաբար ես հույս ունեմ, որ մեր մոտ շատ տղաներ կա։ Հայգը ով մեկնում է Բահրեյն, այս պահին դեղինների թիմ, Մերին նույնպես ուզում է գնալ կապույտների թիմ։ Իհարկե, ինչի մասին է խոսքը։ Եվ նա գնում է նարնջագույն թիմ։ Արի, որ գույն ես ուզում, անկեղծ ասա։ Չէ, ասամ, կապույտ չես ուզում, բոլորը կապույտ չեն ուզում։ Կապույտ չունի։
Դեր Կարենն այսա գնում կապույտներին փրկելու։ Օ, չէ, նարնջագույն է Կարենը գնում։ Ես շատ եմ ուզում Կամիլան գնա կապույտներ, դեղինն է գնում Էդվարդը։ Ես ուզում եմ հետո գա Կամիլան։ Լիլիթը Բաբիկյան գնում է քույրիկի մոտ։ Երկու քույրեր, երկուսն էլ մի բոյի։ Գոնե գնան կապույտները շոու մի քիչ Երևան, երեխեք, ինտրիգա է։ Եվ նարնջագույն է Գուրգենը գնում։ Մնացել է երկու գույն, նարնջագույն թե կապույտ։ Դու գնա, ես ուզում եմ Կամիլան գա։ Ես ուզում եմ Կամիլան գա։ Կամիլա արի։ Եթե Կամիլյանը նեղ եղավ, ես թվում է իրանց մոտ արդեն կոնֆլիկտը ապահովված, սո կապույտները դուրս կգան։ Ես վստահ եմ, ուզում է գնա կապույտի թիմ, որպեսզի նույն թիմում լինի, որտեղ Նարին է։ Չնայես, բացի։ Այո, Կամիլան գնաց կապույտների թիմ, թեժ է ստացվում, մենք մեկնարկում ենք երկրորդ խաղը։ Չգիտեմ ինչա լինելու, անկեղծ հուզվում եմ։ Դեղինը առաջինն է հաղթելու։ Կարևոր թիմում ունենք մեկ հաջողակ Բահրեյն գնացող։ Խաղալու ենք ու հաղթելու ենք, որովհետև լավ ստրատեգիա ունենք, իսկ նա ով ունի պլան, նույնիսկ հիմարը ավելի ուժեղ է, քան հանճարը, որը չունի պլան։ Աստված մեր հետ։ Այս գույնը հաղթական գույն է։ Էմոցիաների տակ նորմալ է, որ ինչ-որ մի բան հունով չի գնում։ Այս մեկը չեմ խարդախությունում։ Արի առաջինը փորձենք։ Տղաներն շատ իրեղեք։ Բարիգալուստ ամենահամեղ եւ ամենաբարդ մարտահրավերին։ Սուշի սեթ։ Այստեղ ճշտություն ու թիմային աշխատանքը վճռական դեր են խաղում։ Ձեր խնդիրն է հնարավորինս արագ վերարտադրել սուշի սեթը, որն այժմ կցուցադրենք։ Բայց ուշադրություն, դուք կարող եք օգտագործել միայն ձեր փայտիկները։ Ձեռքերով կամ մարմնով սուշի վերցնելը արգելվում է։ Որ թիմը առաջինը ճշգրիտ ավարտեց իր սեթը առաջինը, նա հաղթում է, իսկ մյուսները շարունակում են։ Հիշեցնեմ, որ պարտվող թիմից քվեարկության արդյունքում մասնակիցները կլքեն նախագիծը։ Արամը նույնպես միացավ մեզ։ Կարծես թե հերոստատիտողի ու մասնակիցների համար ամեն ինչ պարզ է, կարող ենք սկսենք։ Այո, սկսում ենք շատ հետաքրքիր խաղ սուշի սեթ։ Մի թիմ լինելու է հաղթող, մյուս թիմը զուտ անցնելու է, իսկ մի թիմ պարտվելու է եւ լքելու է նախագիծը։ Ուշադրություն։ Դե ինչ մասնակիցները ֆիքսում են իրենց սեթերը։ Վերջ։ Սկսեցինք։ Սա շատ հետաքրքիր խաղ է, որտեղ մասնակիցները պետք է շատ արագ հավաքեն սուշի սեթ։ Տեսնենք արդեն որոշ մասնակիցներ ունեն իրենց ռազմավարությունը, նարնջագույնները շատ արագ առաջին սուշին տեղափոխում են, կապույտների մոտ նույնպես ստացվում է, դեղինները բավական հետ են մնացել, տեսնենք։ Մենք միտումնավոր մի քանի ավել սուշի ենք դրել, որպեսզի խառնենք նրանց։ Նարնջագույնները անկախ ամենից առաջ են, նրանք արդեն 3 սուշի ունեն իրենց սեթի վրա, կապույտների մոտ երկրորդն է հասնում սեթ, դեղինները վերականգնում են իրենց կորցրածը։ Նարնջագույնը առջևում է կարծես։ Ես հետևում եմ, որ կապույտները խախտում չանեն։ Այնտեղ է մեր շատ սիրելի Նարին։ Շատ հեշտ է ստացվում նարնջագույնների մոտ, շատ այսպես կազմակերպված թիմային աշխատանքը ընթանում։ Հուսանք վերջնական պատկերը կլինի այն, ինչ որ նախնական նրանց ցույց ենք տվել։ Շատ լավ են խաղում նարնջագույնները։ Հիշեցնեմ, որ անցած հաղորդման ընթացքում հաղթել էր հենց նարնջագույն թիմը թիմային խաղի ընթացքում։ Տեսնենք այսօր կպահեն հաղթողի իրենց դիրքը։ Ես կմեռնեմ, եթե նորից կապույտները պարտվեն, դա կլինի Նարի 4-րդ պարտությունը։ Նարնջագույնները առաջինն են։ Նարնջագույնը ավարտեց։
Նարնջագույնները դրել են առաջինն են, բայց խաղը շարունակում ենք, որպեսզի հասկանանք, թե ով է լինում վերջինը։ Ասեմ կապույտները շատ արդար են խաղում, ես իմ աչքով եմ տեսնում, ամեն ինչ արդար է։ Կապույտներ թե դեղիններ, դեղիններ թե կապույտներ։ Շատ հեռու է գնացել Սուշին։ Եվ երեքի դեմ վերջինն են տանում, վերջինն են տանում, երկու թիմերն են տանում են իրենց վերջին Սուշին, ով որ առաջինը կդնի։ Կապույտներ, ճիշտ եք, վստահ եք, որ սա է, հեսա սեթը։ Մենք շատ արդար կերպով հասանք մեր ուզածին եւ առաջինն ավարտեցինք եւ մեր հիշելով ճիշտ ենք շարել հերթականությունը եւ կարծում եմ մենք կանցնենք հաջորդ փեշնակարից։ Ումեցաները շատ են ու մի քիչ հուզված եմ, չեմ կարող խոսալ այս բանը։ Առաջինը ավարտել է նարնջագույնը, երկրորդը կապույտը, երրորդը դեղին է։ Հիմա ամենակարևորն է, պետք է ստուգենք ճիշտ են հավաքել սետը թե ոչ։ Առաջինը կնայենք այն թիմին, ով առաջինը ավարտեց նարնջագույն։ Բացարձակ արդյունք նարնջագույնի կողմից թե արագության առումով, թե կարգապահության, թե ճիշտ սեթ հավաքելու։ Ամեն դեպքում արդեն նարնջագույն թիմը հաջորդ փուլում է։ Հաշվի առնելով, որ այս մեր կողքի թիմը բոլորը հաղթանդամ են ու բոլորը տղամարդիկ համարյա։ Մեր թիմում ընդամենը 2 հատ տղա ունենք ու կարծում եմ լավ արդյունք ենք։ Կապույտներն ավարտեցին երկրորդը, հիմա պետք է տեսնենք, թե ճիշտ է սեթ հավաքվել, թե ոչ արամ։ Ճիշտ է։ Փաստացի, արդեն կարող ենք նույնիսկ դեղիններին չնայել։ Կապույտները հաջորդ փուլում են, ես ուզում եմ ասեմ, որ մեր նախագծում առաջին անգամ Նարին չպարտվեց։ Նարին առաջին անգամ չպարտվեց, շնորհավորում եմ բոլորիս։ Դեղինները այս պահին ովքեր իրականում ֆավորիտ էին թվում, տեղափոխվում են քվեարկության գոտի։ Հիշեցնեմ, որ մեր նախագծում մի անգամից ոչ մեկ նախագծից դուրս չի գալիս, միշտ կա ինչ-որ եզր, որպեսզի նրանք չլքեն։ Այս պահին դեղիներին հրավիրում ենք դեպի քվեարկության գոտի։ Իրականում Նարին ստեղը դրա համար հաղթեցին։ Հաշվի առնելով, որ մենք ունենք ընդամենը 2 տղա մեր թիմի մեջ, իսկ մնացած խմբերում շատ էին տղաները եւ առնական հաղթանդամ տղաներ էին։ Մենք հաղթեցինք։ Յոլա գնացին։ Յոլա գնալով նա մեկս մուսին օգնեցինք, բայց դե մենք իրար հետ շունենք իրական։ Տեղադարի խաղի մեջը։ Նախ նորից շնորհավորում եմ նարնջագույն թիմին, ֆանտաստիկ եք աշխատել, իրոք շատ թիմային աշխատանք էր։ Մեր նախագծում անընդհատ կան տարատեսակ անակնկալներ։ Մեկը ոչ այդքան լավ անակնկալ է, մյուսը ֆանտաստիկ անակնկալ է։ Քանի որ դուք հաղթող եք, դուք պետք է ձեր թիմից ընտրեք 2 հոգու։ Դուք ընտրում եք հենց հիմա առանց որևէ քվեարկության, դուք պետքա որոշեք ոնց թիմային աշխատեցիք, հենց այդ ձև հիմա պետքա ձեր թիմից առանձնացնեք 2 մասնակցի։ Արուսիկին եւ Մարին երկու մեր աղջիկներին մենք բոլորը համաձայն Տղաները ջենտլմենաբար որոշում են ընտրել աղջիկների։ Տղաները չընտրեցին, ես կասեի տղան ընտրեց։ Բայց արդյոք թիմը համաձայն է այդ ընտրության հետ։ Այո, շատ կարևոր է, որ ընտրությունը արվի գոնե մեծամասնության կողմից։ Եկեք քվեարկենք։ Կարող ենք, չէ՞, մենք քննարկել։ Այո, դուք կարող եք քննարկել։ Քանի որ մի նորությունը լավն է մեկը ված, հնարավոր է որ մի մասնակից դուրս մնա, մյուսը շարունակի խաղալ։ Հնարավոր շատ է։ Մենք ակնկալում ենք, որ հիմա նարնջագույն թիմը մեզ 2 մասնակից կառաջադրի, թե ինչի համար Արամը քիչ անց կասի։ Ողջ կասներ, ինչ-որ նոր, եթե լիներ տենց բան, կասեին, չկա տենց բան, ինձ թվում է սենց ասեմ, կամ դուք աղջիկներդ, կամ ես ու Կարենը։ Նարնջագույնները ինչ-որ ենթադրություններ են անում, տեսնենք կկռահեն, ինչ ենք պատրաստել։ Պատկերացնում, թե ինչ է սպասվում իրենց։ Երկու դեպքում էլ։ Ուրեմն ես չեմ թողի ռիսկի գնան, ես ու Կարենը կգնամ։ Ես որպես այս նախագծի պրոդյուսեր ձեզ խորհուրդ եմ տալիս, որ լավ մտածեք, ով պետք է գա, ովքեր պետք է գան այստեղ։
Ես եւ Ռավսը։ Եթե աղջիկները համաձայն են, թող աղջիկները գնան, ինչի՞։ Ժողովուրդ, իսկ կարողա ցելը անենք։ Եկեք մեր երկու աղջիկների կարծիքը հարցնենք, ուզում եք դուք գնաք։ Շորտ կամ ընտրեք։ Ի սկզբանե մենք որոշել ենք աղջիկների։ 4-ով ցելենք։ Լավ, գնացինք։ Գնա։ Արուսիկը առաջինը եկավ, կարծես թե թիմը, եթե չոփսխան թիմը դեմ չի։ Թիմը դեմ չի, թիմը դեմ։ Առաջին кейսը կբացի Արուսիկը, երկրորդ кейսը կբացի Մերին։ Տեսնենք ինչ ասպասում кейսը։ Հենց զգացին ինչ որ լավ բան կա այնտեղ, միանգամից գնացին։ Հենց Բայց մենք ի սկզբանե գիտեինք, որ լավ բան կա ու աղջիկներին էինք առաջարկում։ Բացատրեմ ինչ է кейսերում։ Լինելու է 4 кейս, բայց լինելու է 2 քարտ։ Մեկը սև, մեկը ոսկեգույն։ Եթե մասնակիցներից որևէ մեկը քաշում է սևը, իր որոշմամբ խաղը լքում է որևէ մասնակից պարտվող թիմից, դերիններից։ Եթե քաշում է ոսկեգույնը մեր նախագծի ամենաուժեղ քարտն է։ Այնպես չէ, որ ինքը ամեն հաղորդման մեջ նույն ֆունկցիան է կատարում, բայց ոսկեգույն քարտից ուժեղ քարտ մենք չունենք։ Առաջինը ինչպես նշեցի, DJ վակցինա։ Ես արդեն երկրորդ անգամ եմ։ Խնդրեմ։ Արուսիկի որոշմամբ որևէ մասնակից դերիններից դուրս է գալու։ Կա եւս 2 кейս, որտեղ եւս 2 քարտ է։ Նորից կամ սև կամ ոսկեգույն։ Եթե մերին նույնպես քաշում է սևը, եւս մեկ մասնակից նրա թեթև ձեռքով դուրս է գալու, մոտեցեք։ Սևը մահվան քարտն է, ոսկեգույնը հարստության։ Մերի։ Բացեք։ Մերին էսպային հավատացեք ամենահարուստ մասնակիցն է մեր նախագծի։ Ես դեռ չգիտեմ ինչով եմ հարուստ, բայց ես երջանիկ եմ։ Եթե մենք փայ չունեցանք այդ հարստությունից, այնտեղ փայ են ուզում այդ հարստությունից։ Ես կմտածեմ, դու ասացիր, որ իմ փոխարեն դուրս չես գա, եթե հանկարծակի այդպիսի իրավիճակ ստեղծվի։ Սերներս, թե ինչ ֆունկցիա է կատարում այս կարտը կիմանանք քվեարկությունից հետո։ Հիմա դերին հնավիրում ենք քվեարկության արկղերի մոտ, որտեղ DJ վակցինան պետք է արդեն մի անգամից ընտրեն մասնակցին, որը լքում է նախագիծը։ Շատ դժվար ընտրություն։ Չէ ուզենա, սևը քաշի։ Այս պահին ինչպես Գևորգ Մկրտչյան սպիտակ քարտով հետ բերեց խաղ Դավիթին Մանոյան, Արուսիկն էլ սև քարտով հրաժեշտ կտա որևէ մասնակցի։ Ասեմ, որ ի տարբերություն այլ խաղացողների, ինձ դուր է գալիս ուժեղ մարդկանց հետ խաղալ, հենց ադրենալինը ավելի շատ է, ուստի իմ նկատած ամենաթույլին կհանեմ դա Լիլիթն է։ Ես մտածում եմ ամենանրբիկին։ Ամենանրբիկ։ Խնդրեմ, սա DJ վակցինայի որոշումն էր։ Ես կուզեմ բարձր ծափարենք սերներս, Լիլիթը լքում է մեր նախագիծը։ Այստեղ 7 մասնակիցներ են, որոնցից 4-ը կանցնի հաջորդ փուլ, 3-ը դուրս է մնալու։ Նույն ձև, ինչպես առաջին փուլում, քվեարկության արդյունքում քվեարկում են բոլոր այն մասնակիցները, ովքեր արդեն անցել են հաջորդ փուլ։ Քվեարկությունը նույն սկզբունքով է արվում, մասնակիցները մոտենում են, քվեարկում են այն մասնակցի դեմ, ում ուզում են, որ լքի նախագիծը։ Սկսեք։ Հիշում ես այն մի անգամ, որ կնապկեն սեղմեցի, ջիգարով սենց եկալ Սենց բան չի եղել։ Արդեն 2 ձայն ունի Հայգեն։ Մենակ ես խոսամ բարբարով։ Հաջորդ խաղը ինձ ախցնում Շատ Կամիլայի նարի համագործակ, ամեն ինչ փոխվել է, ամեն ինչ փոխվել է։ Լիլիթ։ Դավիթը Մանոյան առաջին ձայնն է ստանում։ Կարինը ստացավ իր առաջին ձայնը։
Էմման ստացավ իր առաջին ձայնը։ Իրար հետ ենք խաղացել թիմում։ Իրար հետ թիմակից ենք եղել։ Եվորկա։ Ես կանեմ։ Առանց նրանալ էլի գիտի։ Բացարձակ։ Չփորձեմ։ Աբրամ այդ ուտելիքը հիշում ես։ Մենք ունենք երկու ձայն, որոնց ձայները շատ որոշիչ են՝ Կարո եւ Մինյոն։ Հայկը այսպես թե այնպես լքում է նախագիծես, խնդրեմ Հայկին ծափարենք։ Մենք ունենք եւս մեկ մասնակից, որ դեռ չի քրակել, ես նույնիսկ չէի տեսնում իրեն։ Արուսիկը խաղից սև քարտով հեռացրեց, բայց նա նաեւ պետքա քվարկի։ Ես ո՞նց է պետք։ Մեկը։ Հա։ Ստաց։ Վայ հա։ Միանշանակ արդեն Կարինեն եւ Էդուարդը հաջորդ փուլում են, կարող ենք ծափարել։ Ինձ են մոտենում Էդուարդը եւ Կարինեն, ովքեր արդեն անցել են հաջորդ փուլ։ Քանի որ մեզ մոտ հավասարություն է, դեռ երկու մասնակից պետք է դուրս գա։ Բոլորն ունեն հավասար երկուական միավոր։ Ես չեմ կարող ձեր տեղը ոչինչ որոշեմ, դուք քվեարկում եք, թե ովքեր են դուրս գալիս նախագծից։ Որոշումը մեզ մի դեռ քննում եմ։ Էդուարդ։ Ներում։ Ցավ կներես։ Ներում։ Ուղղակի որ երկու հոգի դուրս չգա։ Մերսի։ Կարինեն գտնվեց շատ խելացի, նա եթե ընտրեր Հայկին, Էմային կամ Լիլիթին, նրանցից որևէ մեկը կլքեր, նա ընտրեց Դավիթին, որ միայն Դավիթը լքի։ Խաղի կանոնով պետքա լքեին երկուսը, բայց այս դեպքում ինձ չի մնում ոչ մի հնարավորություն, միայն պետք է ասեմ, որ խաղը այս պահին լքում է միայն Դավիթը Մանուան, Լիլիթը Էման եւ Հայկը հաջորդ փուլում են։ Շնորհավորենք Դավիթին։ Դավիթին եւ Հայկին մենք հրաժեշտ ենք տալիս եւ շարժվում ենք առաջ։ Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Մենք ունենք ոսկեգույն քարտ։ Մերի ձեռքում ոսկեգույն քարտն է, որի մասին այդպես էլ չեմ ասել, թե ինչ է անում։ Այստեղ մասնակիցները խոսում են, որ ինչ-որ խաղացողի հետ բերել։ Դա սպիտակ քարտն է։ Սև քարտը մահվան քարտն է, սպիտակը փրկության։ Սա հարստության, ինքը ձեռքբերման քարտ է։ Ինքը այդքան է բարի քարտ չի։ Միշտ չի որ բարի է։ Այսօր մեկի համար բարի է, մեկի համար ոչ։ Բայց այս քարտը վերջնական քարտ է։ Այս դեպքում շահում են մասնակիցը, ով որ շահում է։ Մասնակիցը իրավունք ունի չօգտվելու այդ հնարավորությունից։ Ես դա ասում եմ։ Դա իր ցանկությունն է։ Սիրելի մասնակիցներ, ոսկեգույն քարտը դա այն քարտն է, երբ մասնակիցը վերցնում է այս քարտը, մինչ այդ եղած յուրաքանչյուր նվեր, որը որ եղել է, որը որ բարձրաձայնվել է, յուրաքանչյուր։ Կլինի դա առաջին փուլում, կլինի դա երկրորդ փուլում, նա կարող է ընտրել որևէ նվեր, վերցնել իրեն։ Շարունակությունը հաջորդ շաբաթ օրը 20:00 Melikans Production YouTube-յան ալիքում։